Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ այսօր այստեղ մեր տաղավարում լինելու համար, միշտ տեսակապով ենք ձեզ հետ կապ հաստատում Չեխիա, այսօր ունենք այս բացառիկ հնարավորությունը եւ դուք էլ հենց տեղում հետևում եք այս վերջին զարգացումներին, իրադարձություններին, թեև մենք պարբերաբար առիթ ունենում ենք զրուցելու, բայց երբ տեղում եք եւ ավելի շոշափելի ձեզ համար տեղի ունեցող process-ները, նախ ինչպես եք գնահատում մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում ականատես եղանք ընտրությունների, վաղ շաբաթում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների, որից հետո վարչապետը հայտարարեց, որ ըստ էության ավելի է մոտենում ուրեմն այդ ավելի արագ տեղի կունենա եկեղեցին վեհափառից ազատելու այդ գործընթացը, հիմա էլ ըստ էության այսօր էլ արդեն կառավարության նիստին ասում է մեծ հաշվով, որ Մայրաթորի ազատագրման գործընթացը արդեն սկսվել է, ընթանում է եւ անխուսափելի տեղ է հասնելու, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, օրինակ Չեխիայում հայկական համայնքում առհասարակ այս process-ները ինչպես են գնահատում, որքանով կան լրջագույն մտահոգություններ, ինչ է տեղի ունենում, համեցեք։ Բարև ձեզ Սիրանուշ ջան, շատ ուրախ եմ այս հրավերի համար եւ շնորհակալ եմ։ Ինչը վերաբերվում է այն քաղաքական process-ներին, որոնք որ տեղի ունեցան, մասնավորապես վաղարշաբաթի ընտրությունները, դա ինչ խոսք, մի կողմից լավ գնահատական կարելի է տալ այդ ամենին, այն իմաստով, որ չկատարվեց Գյումրու սցենարը, չկարողացան իրագործեն Գյումրու սցենարը, այսպես ասած խորհրդարանական օպոզիցիան եւ իրենց հարող ուժերը, բայց մյուս կողմից ես շատ հույս էի պահում այն բանի համար, որ կկարողանան նաեւ մտնեն լուրջ ինչ-որ ցուցանիշների հասնեն արևմտամետ ուժերը, որոնք որ ներկայացված էին Արամ Սարգսյանի կուսակցությունով եւ չգիտեմ, դա ամեն դեպքում ասում եմ համ լավ ինչ-որ տպավորություններ ունեմ, քանի որ ընտրությունները հիմնականում անցան թափանցիկ, հիմնականում անցան նորմալ կարգավիճակով, ոչ մի լուրջ խնդիրներ միջազգային դիտորդների կողմից չարձանագրվեցին, ինչը շատ լավ է Հայաստանի համար, քանի որ մեր ժողովրդավարությունը դեռ երիտասարդ ժողովրդավարություն է եւ բոլոր ընտրությունները իրենք դիտարկվում են ու մոնիտորինգ են արվում արևմուտքի կողմից եւ դա մենք պետք է գիտակցենք, եսի նկատի ունեմ մեր քաղաքական ուժերը, պետք է լավ գիտակցեն, որ հիմա շատ ուշադիր նայում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, ժողովրդարական ինչ-որ process-ներին եւ այդ ընտրությունները իրենք դրական նշանակություն ունեին արևմուտքի համար, այն տեսլականի, որը որ հիմա իրենց կարծիքով Հայաստանում է տեղի ունենում։ Այն ինչ որ վերաբերվում է եկեղեցականների հետ կապված, իրենց ուրեմն այդ մաքրազարդման հետ կապված, հա, մեր Սուրբ եկեղեցուց, իհարկե, երբ որ ասենք քաղաքական դաշտը նույն վաղարշաբաթում արդեն այսպես ասեմ ժողովրդավարական ուժերի ձեռքում են, դե մինչև էտել էր այնտեղ կատարածու էր եւ այլն, բայց այնուամենայնիվ հիմա արդեն օրինական, իրենք ժողովրդական ուժեր են, ժողովրդավարական ուժեր են, դա իհարկե կնպաստի նրան, որ Բայց ինչ պիտի անեն, պարոն Առաքելյան, ձեր գնահատմամբ։ Տեսեք հիմա էլ այսօր վարչապետը ասում էր, թե հաջորդ պատարագը որտեղ է մասնակցելու, ամեն շաբաթ մի պատարագի մասնակցելու է, բայց այդ գործընթացը ավարտին չի հասնում, այսինքն չկա մյուս կողմից այդ քայլերին ընդառաջ գնալու ցանկություն։
մենք տեսնում ենք վեհափառը պատարակներ է մատուցում, մեր ձևով շարժմանն է, ուրեմն օրհնում, դիմավորում եւ այլն։ Այսինքն մենք չենք տեսնում քայլ, որը ցույց է տալիս, որ ուր որ է վեհափառը պատրաստվում է լքել վեհարանը։ Վեհափառը, այսինքն այն մարդը, որ զավթել է վեհափառի աթոռը, Կտրիչ Ներսիսյանը, ինքը իր կամքով երբեք չի հրաժարվի այդ աթոռից, որովհետև թե ինքը, թե իր կողքին գտնվող իր մտերիմները, բարեկամները, որոնք որ տարբեր պաշտոններ են գրավել եւ չմոռանանք, որ իր գյուղից 49 եպիսկոպոսներից սրբազաններից կներեք 6-ը իր համագյուղացիներն են եւ իր մոտիկ բարեկամներն են, դրանից բացի կան բազմաթիվ ուրիշ իր մտերիմները, որոնք որ շատ կարեւոր դիրքեր են գրավել մեր երկեղեցում, դա տնտեսական եւ այլն եւ այլն։ Եվ իրենք երբեք իրենց կամքով չեն հրաժարվի իրենց դիրքերից, քանի որ իրենք պարզ գիտակցում են, որ այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակապետական, կոռուպցիոն եւ քրեական գործեր են տեղի ունեցել, որոնք որ հիմա դեռևս լիովին նույնիսկ չեն բացահայտվել, իսկ եթե իրենք իրենց դիրքերը զիջեն եւ հեռանան, դա այդ ամենը կբարձրանա ջրի երես եւ իրենց այն մախինացիաները, այն մանիպուլյացիաները, այն գործակալական աշխատանքը, որը որ ուղղակիորեն իրենք անում էին այս տարիների ընթացքում, այդ ամենը ջրի երես կբարձրանա եւ իրենք պարզապես կկորցնեն իրենց եւ քաղաքական որևիցե ինչ որ կամ մարդկային դիրքերը ավելի շուտ, հա, եւ տնտեսական միջոցները, այդ ամենը իրանք պարզապես կորցնել են, եթե ոչ ազատությունը։ Պարոն Առաքելյան, երբ նշում եք ինքնակամ չի լքի, նկատի ունեք օրինակ, որ նրան ամեն կերպ այնտեղ պահում է օրինակ Կրեմլը կամ կա ուղիղ կապ, այ դուք նշեցիք նաեւ գործակալական ցանցի մասին, վարչապետն էլ է հայտարարել կաթողիկոսի եղբոր հետ կապված, դուք կարծում եք կա հրահանգ, ինքը ցանկություն ունի գնալու, բայց կա հրահանգ ամեն կերպ պահել Գիտեք, այդ գնալու ցանկությունը ինքը կարող էր իրագործել դեռ երևի մի քանի տարի առաջ, ասենք հեղափոխությունից հետո, եթե ինքը պարզապես հեռանար, ըստ երևույթին ինչ-ինչ պատճառներից ելնելով ներկայիս կառավարությունը չբարձրացներ ջրի երես այն բոլոր գործերը, որը որ տեղի են ունեցել եկեղեցու ներսում, բայց այսօր արդեն ոնց որ Ռուբիկոնը իրանք անցել են ու հիմա իրանք ուրախ կլինեին հեռանալուն, բայց իրանք հիմա, ինչպես ասեցի, գիտակցում են, որ լինելու են լուրջ հետևանքներ եւ դե իմ պատկերացմամբ եւ իմ համոզմամբ իրենցից շատերը այսօր մեր եկեղեցում դա պարզապես գործակալական աշխատանք են իրենք տանում եւ ինչ խոսք իհարկե Մոսկվայից իրենք ստանում են որոշակի հրահանգներ, ինչ որ ռուսերեն ասած ռազնարյատկաներ, որոնք որ պետք է կատարեն եւ կատարում են իրենց հնարավորությունների սահմաններում, հա, բայց իրենք իրենց կամքով չեն հեռանա։ Դա պետք է լինի պետական կամք այդ ամենի համար եւ այն ինչ որ եւ կարծում եմ այդ կամքը մի օր տեղի ունենալու, հույսով եմ ավելի ճիշտ, հուսով եմ, որ այդ կամքը մի օր տեղի ունենալու եւ այն ինչ որ հիմա է ասենք այդ տարբեր ինչ որ ինֆորմացիա է ի հայտ բերվում, տարբեր ինչ որ այդ կոռուպցիոն ցանցերի եւ այլն ինչ որ տենց ինֆորմացիայի ընկնում տարբեր լրատվամիջոցներ, դա միայն սկիզբն է եւ ես գրեթե համոզված եմ նրա մեջ, որ մեր հատուկ ծառայությունները ունեն արդեն լրիվ փաթեթը կապված եւ
Կտրիչ Ներսիսյանի հետ եւ ուրիշ բազմաթիվ ինչ-որ սրբազանների եւ պարզապես ինչ-որ պաշտոնյաների հետ կապված, որը որ բավական է այն բանի համար, որպեսզի այդ մարդիկ պարզապես հրավիրվեն քննչական կոմիտե, այ դուք հարցնում եք թե ինչ ձևով գործընթացը իրավական ճանապարհով եք տեսնում։ Քանի որ նույն Կտրիչ Ներսիսյանը ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բացի նրանից, որ ինչ-որ պաշտոն է զբաղեցնում, հա, իր բանով, բայց եւ բոլոր այն մարդիկ, որոնք որ հիմա եկեղեցում են, իրենք էլ բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք որ ունեն իրենց պարտավորությունները պետության հանդեպ եւ եթե այսօր մեր պետությունը ունի հարցեր եւ ունի մեղադրանքներ, որոնք որ ուղղված են, կապ չունի որևիցե յուրաքանչյուր քաղաքացու, այդ քաղաքացին պետք է պատասխան տա պետության առջև եւ Կտրիչ Ներսիսյանը դա բացառություն չի կարող կազմել։ Դուք կարծում եք այս գործընթացը պիտի ամփոփվի օրինակ մինչև 2026 թվականի ընտրությունը, նկատի ունեմ կաթողիկոսին վեհարանից ուրեմն հեռացնելու, ազատելու կամ վեհարանն ազատագրելու գործընթացը, որովհետև տեսակետ կա, որ այս 6 ամիսը շատ կարճ ժամկետ կլինի դրա համար, բայց մյուս կողմն էլ նշում է, որ եթե իշխանությունը ավարտին չհասցնի, սա կթուլացնի իշխանության դիրքերը 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Գիտեք, ես կարծում եմ, որ հիմա բազմաթիվ process-ներ պարզապես ինչ որ սառեցած վիճակում են գտնվում։ Ես նկատի ունեմ նույն երկրի ղեկավարության ինչ որ նախատեսված ծրագրավորված process-ները, իրենցից որոշ process-ները տենց կանգնեցված վիճակում են գտնվում, քանի որ գործող իշխանությունը պարզապես սպասում է ընտրություններին, սպասում է նրան, որ ինքը արդեն նորից ստանա այդ ժողովրդական մանդատը եւ դրանից հետո տեղի ունենան արդեն ինչ որ լուրջ քայլեր։ Իմ մոտ ինֆորմացիա կա, չեմ ասի որտեղից, որ ասենք նույն Եվրոպայի հետ մոտենալու հետ կապված քայլերի 26 թվականից ինտենսիվացնելու է հենց ընտրություններից հետո։ Այսինքն մինչև ընտրությունները ես չեմ կարծում, որ նույն կաթողիկոսի հետ կապված կամ եկեղեցու հետ կապված, եկեղեցականների հետ կապված, ես խոսքիս այդակում էր ինչ որ լուրջ քայլերի կդիմեն, բայց ընտրություններից հետո ինձ թվում է այդ հարցը միգուցե նույնիսկ այն սցենարով, որը ես ասեցի, կոնկրետ քաղաքացիական սցենարով այդ հարցերը միգուցե լուծվեն եւ բարձրացվեն եւ դրանով մեր եկեղեցին կարողանա մաքրվի։ Եվ այսպես, պարոն Առաքելյան, տեսեք, դուք 26 թվականին ընդհանրապես այս իշխանության ընտրվելու ինչպիսի շանս եք տեսնում, քաղաքացիական պայմանագիրը վստահ է իր բարձր տոկոսներ հավաքելու հնարավորության վրա, բայց մենք տեսնում ենք ազգային անվտանգության ծառայությունից Սամվել Կարապետյանը արդեն հայտարարություն է հասցրել տարածել, մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի եւ չարիքի պարտության առթիվ։ Ես այդքան համոզված չէի լինի, գործող իշխանության դիրքն եմ ուզում բնորոշեմ, քանի որ ինչքան էլ մենք չխոսենք նրա մասին, որ այո, ժողովուրդը բոլորին ճանաչում է, գիտի թե ով է Սամվել Կարապետյանը, գիտի թե ով է իր եղբոր տղան Նարեկ Կարապետյանը եւ ոմանք նույնիսկ ինչ որ քմծի ծաղով են մոտենում այդ ամեն, բայց մենք լուրջ գործ ունենք հիմա շատ լուրջ ինչ որ մի կազմակերպության հետ, որը որ մի քանի կողմից ինքը սնուցվում է, դա եւ ռուսական հատուկ ծառայություններն են, դա եւ այն հսկայական ֆինանսական միջոցներն են, որոնք որ իրենք տիրապետում են։ Հանցնել է այդ հիբրիդային գրողների մասին այո, եւ այն լրատվամիջոցները, որոնք որ հիմա գործում են փաստացիորեն Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, որոնք որ այդ քարոզը շարունակելու են եւ
այն մեթոդոլոգիան, որով որ կարողանում են իրենք համոզել այն հիմնական զանգվածները, էլեկտորատը, որը որ այդ մեխանիզմները արդեն ապացուցված գործում են տարբեր երկրներում եւ գործել են, եւ այդ մեխանիզմը հիմա փորձում են աշխատացնել եւ Հայաստանում։ Այդ տարբեր եղանակներ կա, հա, որ մի փոքր ճիշտը խառնում են մեծ սուտի հետ, ու այդ մի փոքր ճշտով, հետո այդ ճիշտը քարոզում են առավոտվանից երեկո, մինչև այն պահը, երբ նույնիսկ այն մարդը, որը որ հերքում էր նման հնարավորություն, նման ինչ-որ գաղափարը, հա, ինքը ինչ-որ մի օր մտածում ասում է, իսկ միգուցե դա իրականություն է, միգուցե դա ես եմ սխալվել, որովհետև դե բոլոր, չգիտեմ, հեռուստատեսությունից, հարթուկներից, չգիտեմ, ինչ-որ տարբեր էլեկտրական հազարավոր օրինակ տելեգրամյան ալիքներ են հենց այստեղ տեղեկատվության համար տարածվել, որոնք աշխատում են կոնկրետ իշխանության։ Կոնկրետ եւ կոնկրետ գաղափարներ ունեն, կոնկրետ նպատակներ են դրվել եւ աշխատում են պրոֆեսիոնալներ։ Մենք տեսանք, թե ոնց մզկիթի հետ կապված այդ նաեւ այդ հայտարարությունը, հա, այտենց ինչ որ անհեթեթություն, նույնիսկ անհեթեթությունը, հա, այդ 10 հատ մզկիթ են կառուցելու Տեր Աստված, Հայաստանում որտեղ է, նույնիսկ եթե այտենց ինչ որ գաղափար ունեիք, ասենք, թե որ այդ նման հիմարությունը, հասկանում եք, նման հիմարությունը այսօր ինքը քննարկման առարկա է դառնում, մարդիկ խոսում են, հեռուստատեսությամբ են դրա մասին խոսում, որովհետև ինչպես Չերչիլն էր ասում, չէ, որ մինչև ճշմարտությունը իր շալվարները հագնի, սուտը երկրագունդը կպտտի լրիվ։ Եվ հիմա պարզապես փորձում են հերքել այ նման ուղղակիորեն ինչ-որ անիմաստ մի հիմարությունը, բայց պատկերացրեք, որ նման հիմարությունները կարող են լինել տասնյակ, հարյուրավոր ու ողող են պարզապես ինֆորմացիոն դաշտը եւ իրենց տակ թողելով այն ճշմարտությունը միգուցե որը որ հնարավորություն չի ունենա այդ կեղտի, այդ ստի մեջ ինչ որ բույս տալու, հա, ու հիմա մեր հասարակությունը պետք է դրան էլ պատրաստ լինի։ Մենք պետք է բացատրենք մեր ժողովրդին, մենք պետք է ցույց տանք կոնկրետ օրինակներով։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ դա պետք է երեխաներին դեռ դպրոցում դասավանդեն, ոնց տարբերեն պոպուլիզմը իրականությունից, ոնց տարբերեն ճշմարտությունը ստից, ոնց կարողանան դա զտեն, ոնց կարողանան դա պարզապես քննադատել, հա, ինքնակննադատումը միշտ միանա ու միշտ փորձեն ինչ-որ իրենց սեփական կարծիքը ստեղծեն այն հիմքերի վրա, այն տվյալների վրա, որոնք որ իսկական տվյալներ են, այլ ոչ թե ինչ-որ պարզապես ջուրծեցոցի է տեղի ունենում։ Այսքան վաղ շաբաթի արդյունքներից հետո պետք չէ այդպես ոգևորվել, ազդարել, արդեն շատ լուրջ իրավիճակ է։ Շատ լուրջ իրավիճակ է եւ ինչպես նշեցիք պրոֆեսիոնալներ են փաստորեն այս հիբրիդային գրողների հետ կապված աշխատում։ Նույն արտասահմանից, նույն արևմուտքից ես ասեմ ձեզ, պրոֆեսիոնալներ են հրավիրել, արևմուտքի դե նման տիպի պրոֆեսիոնալներին իրանք ոչ մի կտակարան չունեն իրենց գրպանում դրած, հասկանում եք, իրենք ասում եմ փողի մուննատ պատրաստ են ամենտեղ աշխատել, պետքա դա աֆրիկյան երկրում անեն, իրանք դա աֆրիկյան երկրում էլ կանեն, պետքա դա Շվեյցարիայում անեն, դա Շվեյցարիայում էլ կանեն, դա կոնկրետ մասնագիտություն է եւ այդ մարդիկ վարձատրվում են եւ աշխատում են եւ այդ մեթոդոլոգիան ունեն իրենց ուրեմն գիտելիքների մեջ եւ այդ գիտելիքներով իրենք կարողանում են ինչ որ կոնկրետ հաջողությունների նույնիսկ հասնել եւ մենք պետք է պատրաստ լինենք դիմադրենք դրան այդ ամենին որովհետեւ եթե մենք Աստված չանի հիմա մենք կորցնենք մեր ժողովրդավարությունը իսկ մեր հակադիր ուժերը, այն նույն ռուսական գործակալները իրենք օգտագործելով ժողովրդավարական գործիքները իրենք փորձելու են գան իշխանությանը եւ դրանից հետո հավատացած եղեք եւ իրանք իշխանությունը չեն հանձնի իրենք միանգամից դրանից հետո ասես դիմակները կհանեն կփոխվեն Հայաստանը կդառնա համամիութենական տոտալիտար երկիր Դրանից ելնելով արդեն ամեն ինչը կարելի է պատկերացնել, որ համամիութենական էլ կդառնա, գավառ էլ կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանը բնականաբար կհայաթափվի, որտեղ
բազմաթիվ մտածող մարդիկ պարզապես կլքեն կգնան, որտեղ հույս չեն տեսնի ոչ իրենց երեխաների համար այս երկրում, եւ երկիրը պարզապես կոչնչացվի, կհասնի այն երազանքին, ինչի մասին երազել են միշտ ռուսական կայսրությունը, Հայաստանը դարձնել ֆորպոստ, ինչ են իրանք տարիներ շարունակ մեզ ֆորպոստ անվանում, չէ՞, ֆորպոստ, որտեղ իրանք նպատակն էր դա, դարձնել Հայաստանը ֆորպոստ, ռուսական ռազմաբազա եւ մի քանի 100,000 հայեր, որոնք որ աշխատում են այ ռազմաբազայի ինչ որ ստրուկտուրաների վրա։ Պարոն Առաքելյան, տեսեք, հիբրիդային գրոհների մասին խոսել է, հիբրիդային պատերազմի մասին խոսել է իշխանությունը, ազգային ժողովի նախագահը պարբերաբար հայտարարել է այդ գրոհների մասին։ Հիմա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով այդ մտահոգություններին Հայաստանի իշխանությունների մոտ առկա, ասում է եկեք մի սեղանի շուրջ նստենք, տեսնենք ինչ է կատարվում, ինչից եք դժգոհ, ինչու եք մեզ մեղադրում։ Դուք ինչ եք կարծում այն սեղանի շուրջ նստելով այդ հարցը որքանով հնարավոր է հանգուցալուծվի, բայց իշխանությունը չի տեսնում ընդհանրապես հանդիպելու որևէ ուրեմն այսպես առիթ, ավելին կոչ են անում, ասում են նախ եթե դուք ուզում եք իսկապես պայքարեք հիբրիդային գրոհների դեմ, ձեր պետական ալիքներով հենց այդ գրոհն է իրականացվում Հայաստանի դեմ, նրանց հետ խոսեք եւ այլն։ Գիտեք, ես Երևանում եմ մեծացել, այտենց դեռ մանուկ հասակում տենց խոսք կար, ասում եկել է սատանի մայլակ հանդերբազություն անելու։ Հիմա Ռուսաստանը մեզ հրավիրում է իր այդ սատանայական մի սեղանի շուրջ, որպեսզի մեզ փորձի ինչ-որ կյանք սովորացնի եւ ինչ-որ բաների մասին խոսա եւ խոսա խոսքի ազատության մասին, ինչի մասին ինքը պետք է խոսա։ Ինչ ունի այսօր Ռուսաստանը, որ կարա առաջարկի մեզ իբրև առաջադիմություն, իբրև զարգացման նպատակ, ոչ մի բան։ Իրենք չունեն արդյունաբերություն արդեն, իրենք ոչնչացրեցին իրենց արդյունաբերությունը վերջին պատերազմով, այս դեռ տևող պատերազմով, իրենք չունեն խոսքի ազատություն, իրենք չունեն թափանցի դատարաններ, իրենք չունեն պետական համակարգ նույնիսկ իրենք չունեն։ Իրենց պետական համակարգը դա մի հատ հասարակ բուրգ է, կամ մի հոգի, որը որ ամեն ինչը որոշում է եւ հրահանգները տալիս է։ Իրենք ընտրություններ չունեն, ոչ պետական, ոչ համապետական, ոչ ռեգիոնալ, ամեն ինչը հանված է շուտվանից եւ ամեն ինչը ոչնչացված է։ Ինչի մասին մենք իրենց հետ պետք է խոսենք։ Ինչով իրենք կարան մեր հետ կիսվեն։ Փակենք այդ դուռը եւ անցնենք առաջ եւ պայքարենք 26-ին ամեն կերպ փրկելու ժողովրդավարությունը, եթե այսպես ամփոփենք, պարոն Առաքելյան։ Ես շատ կուզենայի, որպեսզի մեր այս 26 թվականի ընտրությունների ժամանակ խորհրդարան մտնեն մեր եվրոպամետ ուժերը, մեր իսկական ընդդիմությունը, որը որ կարող է ոչ թե այն ընդդիմությունը, որը որ ղեկավարվում է արտասահմանից Ռուսաստանից եւ խամաճիկներ են պարզապես, որոնց որ ասում են թե իրանք ինչ պետք է անեն եւ ոնց պետք է անեն եւ իրանք կերազեին նրա մասին, որ հիմա թողեն իրենց հանգիստ թողեն, իրենք թողեն փախնեն ստեղից, բայց այն ընդդիմությունը, որը որ կարող է իսկական կառուցողական քննադատականներ անի խորհրդարանի աշխատանքում, որպեսզի ավելի լավ ինչ-որ ցուցանիշների հասնի մեր պետությունը, մեր ապագան։ Եվ այլ որակի խորհրդարան ունենանք։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Կհանդիպենք։